Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն եմ։ Եկեք խոսենք անտեսանելիի մասին։ Թեկնածուները չեն ներկայացնում միայն ծրագրեր, նրանք ներկայացնում են կերպարներ, ու այդ կերպարը կառուցվում է մանրուքներով, հագուստ, խոսքի տոն, ժեստեր, գույներ, սիմվոլներ, նույնիսկ որտեղ են կանգնում ու ում հետ են երևում։ Սա պատահական չէ, սա հաշվարկված հաղորդակցություն է։ Մարդու ուղեղը արագ որոշումներ է կայացնում, ոչ թե խոր վերլուծությամբ, այլ տպավորությամբ։ Առաջին վայրկյաններին ձևավորվում է զգացողություն, վստահելի է կամ չի համոզում, ու շատ դեպքերում այդ զգացողությունը հետո պարզապես հաստատվում է ոչ թե վերանայվում, որովհետև մեկ ուժեղ տպավորությունը տարածվում է ամբողջ պատկերի վրա։ Օրինակ, կարգապահ արտաքինը ընկալվում է որպես կազմակերպված մարդ, հանգիստ խոսքը ընկալվում է որպես հավասարակշռվածություն։ Պարզ լեզուն տալիս է մեր մարդ զգացողությունը, բայց սա ընկալում է, ոչ թե իրականություն։ Քաղաքական բրենդինգը հենց դա է անում, ստեղծում է կարճ ճանապարհ դեպի վստահություն, բայց պետք է հիշել, որ բրենդը չի փոխարինում բովանդակությանը, բայց հաճախ նախորդում է դրան։ Մարդիկ զգում են, հետո փորձում են հասկանալ, ու եթե այդ առաջին զգացողությունը ուժեղ է, բովանդակությունը հաճախ երկրորդ պլան է գնում։ Բայց եթե դու ընտրում ես միայն այն, թե ինչպես է մարդը երևում, դու ընտրում ես ներկայացումը, ոչ թե որոշումները, որոնք կկայացնի հետո։ Ինչպես չընկնել դրա տակ։ Տարբերել կերպարը իրական գործողություններից։ Նայել ինչ կա խոսքի տակ, ոչ միայն ձևի մեջ։ Հարց տալ՝ սա հաղորդակցություն է, թե իմիջի կառուցում։ Եթե դու տեսնում ես միայն արտաքին շերտը, դու չես տեսնում ամբողջ պատկերը։ Եվ հիշիր, քո ձայնը քո ազդեցությունն է։ Երբ դու սկսում ես տարբերել ձևը բովանդակությունից, այդ ընտրությունը արդեն իսկապես քոնն է։ Իսկ ես Փիսոն եմ։ Եվ հիշեք, լավ բրենդը կարող է ստեղծել վստահություն, բայց միայն գործողություններն են ապացուցում դա։